Կարծիքը որոշեց մեղադրյալ Լիդիա Արմենակի Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել, վերացնել, վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը, վարչական հսկողություն գրավ 2.500.000 դրամի չափով բացակայելու արգելքը։ Բացակայելու արգելքը բնականաբար կհասցրագրի իրավասու մարմին, սահմանափակումների արգելելու մասով, գրավի գումարը պարտավորեք վճարելու դատանի համապատասխան դեպոզիտ հաշվին, Երևան քաղաքի առաջնատյան Թարասյան քրեական դատանի դեպոզիտ հաշվին, այդ մասին ապացույցը որոշումը ստանալուն պես երաժամկետում ներկայացնելու դատանին, վարչական հսկողությունը ուրեմն ձեր նկատմամբ կիրառվի վարչական հսկողության ընթացքում, ուրեմն դուք պարտավոր եք շաբաթը մեկ անգամ ներկայանալու պրոբացիայի ձեր տարածքային, այսինքն Երևան քաղաքի, դուք Երևան քաղաքում եք, Երևան քաղաքի քաղաքային մարմնի պրոբացիայի ծառայության շաբաթը մեկ անգամ գրանցվել, չփոխել առանց վարքի իրականացնող մարմնի ձեր բնակության հասցեն, առանց վարք իրականացնող մարմնի թույլտվության ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 9 չբացակայել ձեր բնակության վայրից, չշփվել քրեական վարույթով, սույն քրեական վարույթով, մասնավոր մասնակիցների եւ վկաների հետ շփումները չունենալ, բացառությամբ ձեր պաշտպանների, բնականաբար նաեւ չշփվել հաղորդակցություն չունենալ, նաեւ եւ այցելել մարդաշատ վայրեր։ Բնականաբար վարչական հսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կողմից ցանված էլեկտրոնային միջոցների իրարմամբ, որպեսզի այն պետք է կրեք դուք եւ չվնասեք այն, եւ չվնասեք այն։ Որոշումը ստանալու նաեւ խափան միջոց կալանքը նաեւ փոփոխելով դուք անմիջապես ազատ եք արձակվում կալանքից, այս թողեք ես ասեմ։ Անմիջապես ազատ եք արձակվում դատական նիստերի դալիճից։ Որոշումը ստանալու պես այն կարող եք 10 ժամկետում գործարկել վերականգնիչ քրեական դատան։ Ճշտով հանգամանքեր Առաջինը Լիդիան մոռացավ նշել, որ այդ բնակարանի հասցեում նաև հաշվառված են քույրերը, ասեց մայրիկը բաները, բայց բնականաբար երեխաների ենթարկվում է նաև, որ կարող է նաև քույրը կներեք բանից, այլ սահմանափակում չկար եւ մարդաշատ վայրերի հետ կապված Լիդիան պաշտպան, ես մի անգամից արձագանք եմ կորզել։ Տանային կալանք չենք տվել, որ ասենք այլ անձանց շփում չունենան։ Հարցը վերաբերում է սույն քրեական վարույթով մասնավոր մասնակիցներին։ Մարդաշատ վայրերի հետ կապված Լիդիան հատուկ խնդրել է, որպեսզի ինքը հնարավորություն ունենա պատարակների մասնակցել եւ եկեղեցի այցելելը չհամարվի մարդաշատ վայր։ Դատանը այդ բացառությունը որոշման մեջ կներառվի, հանգիստ եղեք, համոզված եղեք։ Բարի 10 րոպեի չափով դատականի 10-ից 15 րոպե, կնպիչեցի, հետո կասի։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ տեղեկացնեմ, որ դատարանը որոշեց փոխել Լիդիա Մանթաշյանի